Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են, տեղեկությունը Ֆակտոր TV-ին հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Այսօր վաղ առավոտից իրավապահները խոզարկություններ են սկսել Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններն իրականացվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները տարվել են հակակոռուպցիոն կոմիտե եւ ձերբակալվել։ Վաղ առավոտից խոզարկում են նաև Ռոբերտ Քոչարյանի որդու Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը։ Գործողություններն իրականացվում են նույն վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն հայտնում։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմ հիմունքներով, հավելելով, որ գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ն Հայաստանին հեռացնի կազմակերպությունից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու մասին լուրերը, նրա պնդմամբ այդ տեղեկությունները շրջանառության մեջ են դնում Ուկրաինայի իշխանությունները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին։ Միացյալ Նահանգները տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ, նշել է նա, հավելելով, որ նպատակն է կտրել յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, որն աջակցում է Իրանին, քանի դեռ Թեհրանն ամբողջությամբ մեկուսացված չէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200,000 օտարերկրացիների գործարար եւ զբոսաշրջային վիզաները, որոնք Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու հայտ են ներկայացրել կամ ձգտում են ստանալ այն։ Եթե սա իրականացվի, կդառնա ամերիկյան պատմության մեջ վիզաների ամենազանգվածային չեղարկումը։ Պարտադիր չէ, սակայն, որ կարգավիճակի չեղարկումը հանգեցնի նման վիզաներ ունեցողների անհապաղ արտաքսման։ Հայաստանի տարածքում օգոստոսի 25-ից 27-ին երեկոյան ժամերին, 28-ից 29-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևանում օգոստոսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 36-ից 38, երեկոյան ժամերին 28-ից 30 աստիճան տաքություն։ Երևանում Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։